Սրտում ես դու հավեր, ես երկում եմ քեզ պարգել, երջանիկ կյանք ես տվել, մեծարում եմ քեզ իմ Տեր, իմ սրտում ես դու հավեր, ես երկում եմ քեզ, Դավանի ողջ սրտով, երջանիկ կյանք ես տվել, մեծարանքով իմ Հիսուս քեզ Հիսուս դու ես հացը երկնքից դու ես իմ ծարավը հագեցնում քեզ եմ ես հիմա փնտրում իմ Տեր ուզում եմ ճանաչել քեզ ավելի Հիսուս դու ես հացը երկնքից դու ես իմ ծարավը հագեցնում քեզ եմ ես հիմա փնտրում իմ Տեր ուզում եմ ճանաչել քեզ ավելի փափագում եմ
փառքը Հիսուս։ Սա այն վայրն է, որտեղ քո ժողովուրդը մեկտեղ հավաքված իմ Աստված սպասում է քեզ իմ Աստված։ Սպասում է քո սուրբ ու հրաշալի ներկայությանը իմ Տեր, սպասում է քո փառավոր փառքին իմ Տեր, որ երբ դու վարագույրը կբացես Տեր իմ Աստված, ու մեզ կթողնես քո սրբության սրբոցը իմ Տեր։ Հալելույա, սիրելի եկեղեցի, ձեռքերդ վեր բարձրացրու, նորից ու նորից Տիրոջը երգի, որ մեր փառած Տերն այստեղ է, որ այստեղ է նրա սուրբ ու պատվական ներկայությունը, եւ հավատա, որ նրա ներկայության մեջ քո բոլոր խնդիրները լուծված են, քո աղոթքները պատասխանված են, քո կարիքները լրացված են, Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Տեր այսօր նորից ու նորից մեզ հավաքելու համար Տեր, նորից ու նորից մեզ քո խորանի մեջ բերելու համար, փառք քեզ իմ Աստված, շնորհակալ ենք Տեր Հիսուս, ողջ փառքը Հավիտյանս Հավիտենիդ քոնն է իմ Տեր, հալելույա մեր փառավոր Աստված, Տեր ջան մենք առանց քեզ չունենք ոչինչ ու մենք առանց քեզ իրականում ոչինչ ենք Տեր, այսօր նորից հավաքվել ենք Տեր խնդրելու, որ լցնես մեզ քեզանով իմ Աստված, քեզ խնդրելու իմ Աստված, որ մեզ այցելություն անես Տեր, որ պատիվ անես մեզ Տեր քո ներկայությունով, Տեր ջան, որ մենք կարողանանք գալ քո սրբության սրբոցը հանդիպում ունենալ քեզ հետ Տեր ու վայելել քո սուրբ ու պատվական երանելի ներկայությունը իմ Աստված։ Տեր եւ մենք այսօր նորից մեր եկեղեցու կարիքներն ենք բերում քո սուրբ գահի առաջ։ Սիրելի եկեղեցի, բարձրացրու ձեռքերդ եւ աղոթք արա այնպես ինչպես կաղոթես քո կարիքի համար։ Աղոթիր քրոջդ ու եղբորդ կարիքի համար։ Եվ որպես բարեխոս իմ Աստված մենք այսօր նորից քո առջև ենք Տեր։ Խնդրում ենք Տեր, որ դու պատասխանես այստեղ գրված ամեն մի կարիքի։ Տեր, մենք չգիտենք ինչ կա այստեղ, բայց դու տեղյակ ես ամեն ինչից իմ Աստված։ Խնդրում ենք Տեր, որ դու պատասխանես, որ դու լցնես Տեր այս կարիքները քո հարստության չափով իմ Աստված, որովհետև դու մեզանից ոչինչ չես խնայում իմ Տեր, որովհետև դու մեր բարի Աստվածն ես, որը երբեք չի հոգնում մեզանից Տեր, որ երբեք մեր ձեռքը բաց չի թողնում։ Շնորհակալ ենք, որ ամեն ժամանակ իմ Աստված մեր դժվարությունների ժամանակ մեզ ձեռքերիդ վրա ես տանում իմ Տեր։ Փառք քեզ Հիսուս, եւ խնդրում եմ, որ այստեղ գրված ամեն մի կարիք դառնա հզոր վկայություն Տեր ջան, քո անունի ու քո փառքի համար։ Հալելույա իմ Տեր, եւ ողջ փառքը, պատիվը Հավիտյանս Հավիտենից քոնն է իմ Տեր։ Ամեն։ 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 Եկեք նստենք սիրելիս մեր հոր քաղցր ու սուրբ ներկայության մեջ ու նորից վայելենք մեր Աստծո շքեղ ներկայությունը, որ մեզ նորից այսօր պատիվ արել վայելելու իր ներկայությունով։ Ամեն։ Որովհետև գիտես սիրելիս, ամեն մեկը չի, որ կարող է վայելի այս ներկայությունը։ Ամեն մեկը չի, որ այս պատիվն ունի Աստծո տան մեջ նստելու, Աստծո մարդուց լսելու, ամեն, օծվելու, Աստծուց ստանալու եւ գնալու։ Ամեն։ Ուզում եմ խոսքս մի շատ գեղեցիկ համարով սկսել։ Եկեք բացենք Սաղմոս 122-ի 1-ը ու ինձ թվում է սա բոլորիս կյանքում այսպես է, հա, գործում։ Ասում է, ես ուրախ եղա, երբ որ ասեցին ինձ, թե Տիրոջ տունը գնանք։
Ամեն, ես հավատում եմ, որ այստեղ յուրաքանչյուրդ այստեղ գալուց առաջ դուք լցվում եք ուրախությունով։ Ամեն, որովհետև Տիրոջ տուն գալը իրականում մեծ պատիվ է եւ մեծ ուրախություն է, սիրելիս։ Ամեն։ Եվ գիտես, Աստված ամեն մեկիս կյանքում գործում է յուրահատուկ ձևով։ Ամեն մեկիս կյանքում Աստված տարբեր ճանապարհներ է տալիս, հա։ Մեկիս կյանքում մեր աղոթքը շատ շուտ պատասխանվում է, մյուսիս կյանքում ինչ որ բաներ գնում են շատ ավելի դանդաղ, բայց հստակ քայլերով։ Ամեն, բայց սիրելիս ուզում եմ քեզ ասել, որ Աստված միշտ պատրաստակամ է քեզ օգնելու։ Ամեն, եթե աղոթքդ մի քիչ ուշ է պատասխանվում կամ քո ուզած ժամանակում չես ստանում այն ինչ որ պիտի լիներ, դա նշանակում է, որ դա Աստծո կամքն է։ Դա նշանակում է, որ Աստված այնպիսի մի ճանապարհ է պատրաստում քեզ համար, որ հիմքդ լինի ամուր։ Ամեն։ Անկախ նրանից աղոթքդ կպատասխանվի շուտ, թե ուշ, դու ամուր մնա Քրիստոսի մեջ։ Ամեն, որովհետև դրանից այն կողմ մենք ուրիշ ոչ մի բան չունենք։ Չունենք ուրիշ Աստված, որին կարանք ապավինենք։ Չունենք ուրիշ Աստված, որ կլսի ու կպատասխանի մեզ։ Ամեն, եւ ամեն ժամանակ եկեք Աստծո կամքը խնդրենք, որովհետև մենք իրականում չգիտենք։ Նա գիտի ամեն բան ու նա տալիս է իր կամքով։ Ամեն։ Ու երբ որ աղոթքդ պատասխանվում է ու դու հետ ես նայում քո անցած ճանապարհին, դու հասկանում ես, որ մեր Տերը գերբնականը բնական ճանապարհով բերեց ու մեզ տվեց։ Ամեն, ու դու հասկանում ես, որ եթե Աստված իրականում չլիներ, քո աղոթքի պատասխանը դու չէիր ստանա։ Կամ միգուցե ստանայիր, բայց չունենայիր այն ուրախությունը, որն ունես Տիրոջ մեջ։ Ամեն, որովհետև Սուրբ Հոգու պտուղներից մեկը հենց ուրախությունն է։ Ամեն, գիտես, երբ որ խնդրի մեջ ես, երբ որ կարիքի մեջ ես, դու լուծումը չես տեսնում քո իրավիճակից։ Երբ որ դու այդ ամեն ինչի կենտրոնում կանգնած ես, քեզ թվում է դու մի փակ տարածության մեջ ես, որտեղից ելք չկա։ Դրա համար սիրելիս միշտ մենք վստահում ենք մեր բարձրերում բնակվող բարձրյալ արքային, որովհետև նրա գահից ամեն բան շատ ավելի պարզ է երևում։ Եվ նա լուծումները միշտ տալիս է մեզ։ Ամեն։ Եվ մի շատ գեղեցիկ միտք ես վերջերս լսեցի, այսպես է, ասում է աղոթքը ամենալավ սեյֆն է։ Երբ որ դու խնդրի մեջ ես լինում, երբ որ դու բարկացած ես, ինչ որ մի բանից նեղված ես, հուսահատված ես, չգիտեմ, ինչ որ բաներ կյանքումդ այն չեն լինում, իսկ դա նորմալ է, որովհետև մենք մարդ ենք ու մենք ճանապարհ ենք անցնում։ Ամեն, դիր աղոթքդ այդ սեյֆի մեջ, առանձնացի քո ծածուկ սենյակում, քո Աստծո հետ, քո Աստծո ներկայությունը խնդրի, դիր սեյֆիդ մեջ, ամեն, ու ուրախությունով դուրս արի քո սենյակից, որովհետև Աստված լսեց եւ Աստված կպատասխանի։ Գիտես, Քրիստոս երբ որ երկրի վրա էր, նրան ինչ էին անում։ Նրան ծաղրում էին, նրան անընդհատ ծուղակ էին նրա պատրաստում, հա, նրա դեմ, որ ինչ որ բան ասեն, որը կաշխատի ի վնաս իրեն։ Անընդհատ ինչ որ դժվար փորձությունների մեջ էր, չէ՞, Քրիստոսի կյանքը հեշտ չէր երկրի վրա։ Բայց գիտես, ոչ մի վարքյան չտրտնջաց։ Ոչ մի վարքյան չասեց, Տեր, դու սրա համար էիր ինձ ուղարկել երկիր։ Գիտես, նա հնազանդեցրեց իրեն միջև մահ, այն էլ միջև խաչի մահ։ Ու սիրելիս, գիտես, նա իրականում իրավունք ուներ հորը տրտնջալու, որովհետև ասում է, չէ, որ նա 100% մարդ էր եւ 100% Աստված էր։ Բայց նա այնքան ուժեղ էր, նա այնքան հոգևոր ամուր էր, հա, որ նա թույլ չտվեց ոչ մի վարքյան, որ մարմնավորը հոգևորին հաղթի։ Ամեն, ինքը հոգով առաջնորդվելով, հորը լսելով, իրեն հնազանդեցրեց միջև մահ, գիտես ինչի համար, որ ես ու դու այսօր կյանք ունենանք, սիրելիս։ Ամեն, նա հնազանդեցրեց իրեն միջև խաչի մահ։ Ամեն, փառք մեր Աստծուն դրա համար։ Ու գիտես, երբ որ մենք այսօր պատմում ենք Աստծո կյանքը, Աստծո գործերը մարդկանց ավետարանում ենք, ամեն ինչ նորմալ է գնում, այնքան ժամանակ, միջև խոսում ենք գումարի մասին։ Հանկարծ եթե իմանում են, որ Աստծո համար ինչ որ բան, եթե ուզես, պիտի հատկացնես, շեշտում եմ, եթե ուզես, եթե սրտումդ լինի ինչ որ բան, որ դու ուզենաս նվիրաբերես քո Աստծուն, այդտեղ արդեն գալիս է գայթակղություն, նահանջ, նշանակում է իրանք փող են հավաքում, սա Աստված այստեղ չի, սիրելիս չեմ ուզում շատ մանրանալ, ուղղակի մի բան եմ ուզում ձեզ ասել, որ ինչպես յուրաքանչյուր շենք ու կառույց, եկեղեցին նույնպես ունի կարիք։ Ամեն, շատ բնական կարիքներ կլինի, չգիտեմ, լույս, հոսանք, գազ եւ այլն, բայց այսօր դրա մասին չեմ ուզում խոսել։ Այսօր ուզում եմ խոսել Ղուկաս 18-ի 18-ում գրված պատմության մասին,
որն ինձ թվում է հիշում եք բոլորդ էլ, թե ում մասին է։ Եկեք բացենք ու կարդանք, հա։ Եվ մի իշխան հարցրեց նրան եւ ասեց. Բարի վարդապետ, ինչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Հիսուսն էլ նրան ասեց. Ինչու ես ինձ բարի ասում, ոչ ոք բարի չի, բացի մեկը Աստված։ Պատվիրանքները գիտես, մի շնանար, մի սպանիր, մի գողանար, մի սուտ վկայիր, պատվիր քո հորը եւ մորը։ Նա էլ ասեց. այդ ամենն իմ երեխայությունից պահել եմ։ Հիսուսն էլ երբ որ այս լսեց, նրան ասեց. մի բան տակավին պակասում է քեզ, ամեն ինչ որ ունես ծախիր եւ աղքատներին տուր, եւ գանձ կունենաս երկնքում, եւ եկ հետևիր ինձ։ Նա էլ այս լսելով տրտմեց, որովհետև սաստիկ հարուստ էր։ Եկեք մեր ուշադրությունը դարձնենք այս վերջի նախադասությանը, ասում է տրտմեց, որովհետև սաստիկ հարուստ էր։ Գիտես, նրա սիրտը այնքան կպած էր իր ունեցվածքին, իր հարստությանը, իր ճոխություններին, որ ինքը չճանաչեց կյանքի հորը, որ ինքը չհասկացավ ինքը ինչ բաց թողեց այդ պահին։ Ձեզ թվում է, որ նա ժառանգեց երկնքի առկայությունը, իհարկե ոչ։ Երկնքի առկայություն չեն մտնում տխուր, հա, երկնքի առկայություն մտնում են ուրախությունով եւ մտնում են այն մարդիկ, ովքեր իրականում ժառանգել են երկնքի առկայությունը, ամեն։ Ու գիտես սրանից ինչ կարանք հետևություն անենք, դες ասում է, չէ, որ մանկուց պահել է Աստծո պատվիրանները, բայց փաստորեն չի ճանաչել նրան, ով տվել էր այդ պատվիրանը։ Ամեն, այսինքն շատ սիրուն դրսի կողմը պահված է եղել, հա? Պատվիրանք պահել, Աստծուն հնազանդվել չասեմ, հա, պատվիրանքները պահելը, բայց ներսը դատարկ է եղել, հա, ներսում կյանք չի եղել, որովհետև ինքը սեր չի ունեցել Աստծո հանդեպ, եթե սեր ունենար, նա կհասկանար, թե ով է իրեն ասում, թող ամեն ինչ ու ինձ հետևի, ու եթե սեր ունենար, մի վայրկյան անգամ չէր մտածի այս առաջարկի համար, ամեն։ Եվ գիտես, սիրելիս, Աստծուն տալով դու շահում ես, Աստծո համար գործ անելով դու չես պակասում, դու ավելանում ես, ամեն, աշխարհում օրենքներն այլ են, աշխարհում ուրիշը, Աստված ասեց, չէ, ասեց Աստծունը Աստծուն, կայսրինը կայսրին, ամեն, եւ սա մեզ համար անբեկանելի ու կատարյալ ճշմարտություն է, սիրելիս։ Գիտես, մի բան եմ հասկացել, որ երբ որ դու քո քիչ վաստակացից չկարողացար Աստծուն պատվել, մեծից չես կարողանալու։ Գիտես ինչու, որովհետև երբ որ քչից Աստծուն պատվում ես, հա, երբ որ ինչ-որ բան ես հատկացնում Աստծո համար, այդ քչից տակ ավելի քիչ է մնում, չէ՞։ Բայց դու տալիս ես հոժարությունով, հնազանդությունով, որտեվ քո Աստված այդպես է ուզել։ Իսկ երբ որ գումարդ արդեն մեծ է լինում, դե բնականաբար Աստծուն հատկացվող գումարն էլ է արդեն մեծանում։ Այդ ժամանակ դու սկսում ես ափսոսալ։ Դրա համար քեզ հնազանդեցրու, քեզ պատրաստի Աստծուն տալու համար, սիրելիս, որովհետև դա շատ մեծ օրհնություն է։ Ու գիտես, շատ կարևոր է նաև, սիրելի ծնողներ, մեր երեխաներին զոհաբերող սիրտ սովորեցնելը։ Ամեն, որ ամեն ժամանակ մեր երեխաները պատրաստ լինեն Աստծուն տալու համար, հա, Աստծո գործի համար վազելու համար։ Երբ որ տալիս ես Աստծուն ինչ-որ բան, ինչ-որ պատրաստել ես, տուր երեխայիդ, որ երբ որ նրա ժամանակը գա, երբ որ նա արդեն սկսի ներողություն։ Երբ որ նա արդեն սկսի զոհաբերել Աստծո համար եւ տալ Աստծուն, նրա սիրտն ու նրա ձեռքը սովոր լինեն Աստծուն պատվելու համար։ Ամեն։ Եվ եկեք մի տեղ էլ բացենք Դանիել 10:12-ը։ Եվ նա ասեց. մի վախենա, ով Դանիել, այս Դանիելի փոխարեն կարող ես քո անունը դնել։ Որովհետև այն առաջի օրից, որ սիրտ տվիր հասկանալու եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսվելու են եւ ես եկա քո խոսքերի համար։ Ամեն, ինչքան հրաշալի է, չէ՞ ասում այստեղ։ Այն առաջի օրից, որ սիրտը տվիր հասկանալու եւ ուշադրություն դարձնենք եւ քո անձը խոնարհեցնելու, ինչ է լինելու։ Երկինք երկիր արարող Աստված գալու է քեզ պատասխանելու համար։ Սիրելիս, եթե մի վայրկյան մենք հասկանանք, թե ինչ է ասում Տերը այստեղ, մենք շահել ենք այս կյանքը Քրիստոսի համար։ Ամեն։ Ամեն։ Շատ հզոր
քո սուրբ անունը։ Գոհանում ենք քեզանից այսօր նորից, փառավորում ենք քեզ, ասում ենք, որ դու մեր Աստվածն ես, ասում ենք, որ սիրում ենք քեզ, խոնարհվում ենք քո առաջ, փառավոր Տեր, շնորհակալ ենք, որ դու քո անձը խոնարհեցրեցիր, որ մարդու կերպարանք առար, որ մեզ հետ խոսես մեր լեզվով եւ մեզ փրկես Տեր, եւ քո անձը զոհաբերեցիր, որ մեզ գնես այս խավարի իշխանությունից, խավար աշխարհից եւ տեղափոխես քո հիասքանչ լույսի մեջ, հավիտենական կյանքի մեջ։ Փառք ու պատիվ քեզ Հիսուս։ Մենք այսօր քո եկեղեցին խոնարհվում ենք քո առաջ ու ասում ենք քեզ փառք, պատիվ, քեզ գոհություն եւ շնորհակալություն ամեն բանի համար։ Եվ այսօր խնդրում եմ, որ քո խոսքերը նորից մեզ խոսես քո հոգով եւ հասկացնես, որ քո ժողովուրդը հայտնություններ ստանա Տեր, որ քո ժողովուրդը իմաստուն դառնա, որ քո ժողովուրդը հնազանդվի քո կամքին, քո խոսքին եւ քո ժողովուրդը լինի օրհնված իրենց կյանքի կարճ օրերում այս աշխարհի վրա Տեր։ Փառավորում ենք, խնդրում ենք, սովորեցրու, օծիր, զորացրու, բարձրացրու Տեր։ Մենք աղոթում ենք այսօր, որ օծես քո ժողովրդի հոգևոր ականջները, հոգու ականջները, հոգու աչքերը, որպեսզի մենք լսենք, հասկանանք, օծիր քո ժողովրդի սիրտը, որ հասկանա Տեր եւ հետևի քեզ։ Հալելույա, հալելույա, ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Հիսուսին, Տերը օրհնի ձեզ սիրելիներս։ Հիանալի Տիրոջ ներկայություն կա այստեղ։ Եթե քո սիրտը բաց է, դու զգում ես Տիրոջ ներկայությունը։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ սիրելիներ ջան։ Նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Գիտես ինչքան հետաքրքիր է, երբ որ Աստված իր ժողովրդի հետ է։ Աստծո հոգին իր ժողովրդի հետ է։ Ամեն։ Աստված միևնույն ժամանակ երկնքում է եւ միևնույն ժամանակ այստեղ իր ժողովրդի կողքին է։ Գիտես ինչքան հետաքրքիր էր, որ Աստված առաջի անգամ ինձ հայտնվեց եւ ինձ հետ խոսեց։ Ես ուղղակի ապշեցի, երբ որ իմացա, որ Աստված կա, կենթանի է, մինչև այդ լսել էի մեր մեծերից, ծնողներիցս չէ։ Տատիկներից էլ լսել, որ Աստված կա։ Աստծո անուն են տալի, Հիսուս Քրիստոս։ Փոքր երեխային դուրս հանելուց հաց են դնում, դոշին, ասում են Հիսուս Քրիստոս։ Միայն անունն են տալի։ Ես փոքր էի, տեսնում էի ինչ են անում, բայց չէի հասկանում ով է Հիսուս Քրիստոսը։ Բայց մի անուն, անգամ անհավատները, այդ անունը երբ որ տալիս են Հիսուս Քրիստոս, ու էլ ոչ մի բառ։ Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, այդքան բան էի լսում։ Էլ ոչ խնդրանք կար, ոչ ինչ-որ հռչակում եւ զարմացած էի։ Ու գիտե ուղակի խոսում են, տատե են, մեծ տատեն մի բան պիտի խոսում էին։ Բայց առաջի անգամ, երբ որ լսեցի, որ երկնքում կյանք կա, դա մորիցս եմ լսել երիտասարդ ժամանակ, երբ որ քեռուս ընկերները ապաշխարեցին, դա կլիներ երևի 80-ական թվերին։ Ես արդեն 11-12 տարեկան էի։ Ու մամայիս հարցրեցի, բա ոնց է քեռու ընկերներին, դա ես ճանաչում եմ։ Ոնց է իրանք ուր են գնում, ասեց իրանք գնում են ինչ-որ տեղ, եւ քեռուն էլ են իմ հրավիրում, կանչում, որ արի գնանք իրար հետ այդտեղ, մենք հավիտենական կյանք կունենանք երկնքում։ Ասի ինչ հավիտենական կյանք։ Մամաս ասեց, ասում են, թե կյանք կա, բացես, կյանքը կյանք կա հավիտենական։ Ինքը չհասկանալով պատմում էր այդ մասին։ Բայց այդ խոսքերը ես երեխայի մխրճվեց իմ սրտի մեջ։ Գիտես ինչի, որովհետև ես լուսի որդի էի, որովհետև Տերը գիտեր, թե այդ ժամանակ երեխա էի, անհավատ էի, հետո դարձա երիտասարդ ամբարիշտ, բայց Տերը գիտեր, որ այսօր եւ սրանից առաջ 27 տարի առաջ ես պիտի ապաշխարեի։ Տիրոջ նախասահմանության մեջ կար, դրա համար այդ խոսքերը հոգի եւ կյանք է, մխրճվել էր իմ սրտի մեջ, ու ես մեծացա ու միշտ հիշում եի, որ կյանք կա։ Ու նայում էի արևին, որ ինչ-որ ելք կա։ Մտածում էի, որ ինչ-որ բան կա։ Ու երբ որ հավատացի Հիսուսին, Տերը հայտնվեց ինձ։
հայտնվեց ինձ, խոսեց ինձ առաջի անգամ իմ ննջարանում մի նախադասություն բարձր ձայնով եւ այդ օծությունը, այդ զորությունը, ինչ որ ես էի զգում, դա մի հատ մեծ երանելիություն էր, որ մինչեւ քնելս, արթնանալս նորից զգում է այդ օծությունը։ Ու ինչքան երանելի է, որ մեր Աստված կենթանի է եւ հայտնվում է մեզ եւ հիմա այստեղ է։ Փառք Հիսուսին, փառք մեր Հիսուսին։ Մեր Աստված սեր է։ Ու ես ապշեցի ոնց կարող է այս երկինքն ու երկիր ստեղծողը ինձ ինչ որ մի բան համարի ու այցելի ինձ ու ինձ հետ խոսի։ Հասկանում ես դրա մեծությունը, ես ապշել էի, դրա համար անկախ ինձանից իմ ձեռքը բարձրացավ ու փառք տվեցի Աստծուն ու այն երախտագիտության, որ Տեր, ով եմ ես, որ դու ինձ այցելել ես։ Նույն բանը Դավիթ թագավորն է գրում Սաղմոսներում, ով է մարդը կամ մարդու որդին, որ դու քո գործերի վրա դրեցիր։ Ամեն։ Երանելի ենք մենք, որ գիտենք այս կյանքի խոսքերը, որ գիտենք Աստծո խոսքը, բայց այնպես է, որ մենք պետք է միշտ լսենք Աստծո խոսքը։ Գիտես, ժամանակ կա, որ մտքեր է գալի, չէ՞։ Ձեզ էլ մտքեր եք կասկլնի, որ դե բավական է, դե այդքան լսել ես, այդքան կարդացել ես, դրա ժամանակը անցել է, ինչ կարիք կա էլ մտածել, եղունգ ունես գլուխդ քորի, հեսա կոմունալների օրն է գալի, վարկեր, պարտքեր, մտածի դրա հարցերը ոնց ես լուծում։ Ինչ ես խելքը դրե ինչ որ Աստծո խոսքի հետ, որը մի 4000 տարի առաջ գրված է։ Մի քիչ խելքդ գլուխդ հավաքի։ Չէ, ինչ որ մեկը խոսում է քո մտքերի մեջ։ Կա տես բան, ով է նկատել, մի հատ ձեռքով արեք, թե միայն իմ հետ ալնում։ Սիրելիներս, ես հովիվ եմ արդեն, չէ, 18 տարի։ Մինչև այսօր իմ հետ այդ մտքերը գալիս է։ Մինչև այսօր գալիս է, ու այն հրաշքները, ու այն ամեն ինչը, ինչը ես տեսել եմ ու անցել եմ, խոսում է, որ դա պատահականություն էր։ Ասում եմ, բա ձայնը, բա խոսքը, բա օծությունը, բա հրաշքները, բա երազները, դրանց իրականանալը, հասկանում ես ստության հայր կա, սատանա անունով, որ ամեն ժամանակ խոսում է քո մտքերի մեջ, որ մեր բառերով ասած թարգտուր, ինչ եկեղեցի, ինչ հավատք, ամեն, կա սենց բան, զբաղվի քո առօրյայով, որպեսզի քեզ խաբի և քեզ գցի։ Ինչի համար, որովհետև մենք այս ժամանակ, այս հազարամյակում, այս տարիների մեջ ստեղծվել ենք Աստծո ձեռքով։ Եկել ենք այս աշխարհ։ Մեզանից առաջ հարյուրավոր սերունդներ են եղել ու գնացել են։ Մենք էլ ենք գնալու։ Հիմա ամենակարևոր հարցը նա է, կընդունես դու Աստծո խոսքը, կհավատաս, կապրես, որ ընդունես հավիտենականը, թե այս աշխարհով ուղակի կապրես, որպեսզի մի օր անհետանաս այս աշխարհից եւ հայտնվես դժոխքում։ Մեզ թվում է, թե մենք հավիտենական պիտի ապրենք, չէ՞, այստեղ։ Ում է միտ գալի, որ ինքը մի օր վերջացնելու է իր կյանքը այստեղ։ Ինձ միտ չի գալի։ Ես հարցը այս տեսանկյունից եմ տա, երբեք միտք չի գալի, որ ես պիտի մի օր մեռնեմ։ Թվում է, թե հավիտյանս հավիտենից ես պիտի ապրեմ այս երկրի վրա։ Գիտես, բայց երբ որ այն օրը թորներս եկել էին իմ ծնունդի օրվան, նայում եմ թորներիս, զարմանում եմ, ասում եմ, մենք իրոք մեծացել ենք։ Ես չեմ զգում, որ մենք մեծացել ենք։ Նայում եմ փեսա, հարս, թորներ, իմ երեխաների տարիքն եմ մտածում, հիշում, 30-ն անց, զարմանում եմ, ասում եմ, Տեր, ես ինչ եղավ, ես ոնց եղավ, մեզ թվում է, թե կյանքը կայնած է, մեզ թվում է միշտ նրանք մեր առաջ պիտի երեխա ալնեն, եկել նայում ես, ասում ես, Տեր, ես ինչ եղավ, իլյուզիա ոնց որ, ոնց թռավ ես 30 տարին, ես 40 տարին, նայում եմ, ընենց բաներ է կատարվում, եկել 4 տարի անցավ, 5 տարի անցավ, նկարներ ենք նայում, թվում է թե 3 էր,
բայց նայում ես արդեն 10 տարի անցավ։ Իմ աղջիկը Էլան նկար էր գցել, հայտնություն ստացա։ Մեկ ինքը մի ամիս առաջ իրար հետ նկարը, մեկ իր հետ մի տարեկանում։ Հասկանում ես, հետարքիր է ոնց թռավ Տերը 18 տարին։ Այդ երեխուն մի տարեկան գրկած նկարվել ենք։ Մեկ էլ հիմա ու նկարը նայում եմ, մինչև այդ չի մտածել։ Նայում ես նոր մտածում ես, այ մարդ ասում եմ, ես 55 տարեկան եմ դառը, երբեք ես 55 տարեկան չեմ եղել։ Նոր կես դար ավել ապրել եմ։ Կես դար ավել արդեն ապրել եմ։ Օրհնյալ լինի Տերը։ Եվ հիմա նոր հասկանում ենք, որ երանելի ենք մենք, որ մեր կյանքը, մեր երիտասարդությունը անցնում է Տիրոջ մեջ։ Մեր մեծությունը անցնում է Տիրոջ հետ։ Ամեն։ Եվ երբ որ Տերը ոնց ուզեն հենց կանի։ Երբեմն մեծերը բողոքում են, ասում են դե էլ ինչի է պետք, ասենք 80 անցը։ Ասում են ինչի է պետք կյանքս։ Էլ չեմ մանում, ինչի համար եմ ապրում։ Անիմաստ է։ Իմաստ չեմ գտնում։ Հոդերս թուլացել են, ծնկները, ձեռքերը, մկանները, չգիտեմ, էլ ապրում եմ ինչ անեմ։ Նման մարդկանց ես ասում եմ, գիտեք ինչ եմ ասում, ինձ եմ բողոքում, գիտեն ես Աստված եմ, ինձ բողոքում են, չգիտեմ, բուժեմ, թե երիտասարդացնեմ, չգիտեմ ինչ անեմ, իսկ ես խորհուրդ եմ տալի, այդ նույն բաները պատմի Հիսուսին, իհարկե տրտնջալ չի կարելի, բայց գոհությամբ, չես ուզում ես երկրի վրա, կյանքդ կուշտ ես, մեծ ես, իմաստ չես գտնում, թե քո կյանքի իմաստը մարդկանց փրկությունը պետք է լինի։ Ապրես մարդկանց փրկության բերելու համար։ Ուրեմն խնդրի արարչին, ասա Տեր ջան, շնորհակալ եմ, այս 80-90 տարվա համար, խնդրում եմ ինձ տանես տուն։ Գիտես մի քանի հոգու ես հիշում եմ, որ խնդրեցին, մենք աղոթեցինք, Տերը տարավ տուն։ Ընդամենը կարճ ժամանակ, անուններ չտամ մեր եկեղեցուց, մեծ տարիքում, ընդամենը 2 օրվա ընթացքում։ Ու կարող ես դու էլ խնդրես, եթե չես ուզում այստեղ մնաս, ցուրտ է, թանկ է ապրելը։ Ուրեմն գնա երկինք, խնդրի Տերը քեզ կտանի երկինք, կտեղափոխի, բայց հավատացյալները չպետք է վախենան։ Ընդամենը աշկերդ այստեղ փակում ես, այնտեղ արտանում ես։ Ամեն, փառք Աստծո, դա էլ արդեն Տերը գիտի։ Փառք Տիրոջը։ Ամեն, փառք Աստծո։ Խոսքը, որ ուզում եմ ձեզ հետ խոսեմ, պատգամը վերնագրել եմ այսպես. դուրս արի ամեն նեղությունից։ Այս աշխարհում Հիսուսը ասեց, չէ՞ որ նեղություններ կունենաք։ Բայց քաջեղեք, ես հաղթել եմ աշխարհը։ Դա նշանակում է, որ դուք իմ մեջ եք, դուք ինձ հետ կարող եք հաղթել ձեր նեղությունները եւ դուրս գալ դրանից։ Ամեն նեղություն կարելի է հաղթել Քրիստոսով եւ դուրս գալ։ Դրա համար վերնագրել եմ դուրս արի ամեն նեղությունից։ Ինչ նեղության մեջ ես, հավատքով դու կարող ես դուրս գալ դրանից։ Եվ Աստծո խոսքով սկսենք առաջի Հովհաննես 5-րդ գլուխ 19 խոսքից։ Գիտենք, որ Աստվածանից ենք եւ բոլոր աշխարհը չարության մեջ է կենում։ Ով գիտի սա։ Մենք հələ շատ բաներ չգիտենք։ Դրսերից ես ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ, որ զանգում պատմում են, թե ինչ է կատարվում։ Հովիվներ կան, որ եղել են, գնացել են, թե Եվրոպա, թե Ամերիկա։ Մի հովիվ ես վերջերս հենց այս տարվա մեջ խոսում ենք, ասում է Լաս Վեգասում եմ եղել, տարիքով հովիվ։ Ասում է Պավել ջան, բայց այլևս չեմ ուզի այնտեղ լինեմ։ Ասում է ես մտածում եմ արդյոք Սոդոմ Գոմորի մեջ այդ ձևի պղծություն կար, ինչ որ ես տեսա Լաս Վեգասում։ Կասկածում եմ ասում է, ինձ թվում է Լաս Վեգասը ավելի պղծված է։
Հասկանում ես, գիրք ասում է, գիտենք, որ Աստվածանից ենք, բոլոր աշխարհը չարության մեջ է կենում։ Եվ գիտենք, որ Աստծո որդին եկավ, մեզ միտք տվավ, որ ճշմարիտը ճանաչենք եւ ճշմարիտումն ենք, եւ այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսում։ Նա է ճշմարիտ Աստված եւ հավիտենական կյանք։ Կյանքը, ամեն։ Բայց շեշտ ես դնում եմ այս մասի, այս խոսքի վրա եւ գիտենք, որ Աստծո որդին եկավ, մեզ միտք տվեց, որ ճշմարիտը ճանաչենք եւ ճշմարիտումն ենք։ Այսինքն Աստվածաշունչը, որ դու կարդում ես, դա Աստծո որդու տված մտքերն է։ Թե հին ուխտը, թե նոր ուխտը։ Աշխարհը չարիքի մեջ է։ Մենք մեծացել ենք, մենք տեսել ենք։ Գիտես, մինչև երևի մի 15 տարեկանը դեռ դու չես հասկանում, որ աշխարհը չարիքի մեջ է, որովհետև միտքը դեռ այդքան չի աշխատում, որ հասկանաս։ Նրանից հետո արդեն, ինձ թվում է 20 տարեկանից հետո նոր շատերը սկսում են գլխին գնել։ 40 տարեկանում արդեն շատ լավ եմ պատկերացնում։ Ես հիշում եմ իմ որդին, երբ որ սկսեց աշխատել, գործ ունեցավ փող աշխատելու հետ, բիզնեսի հետ, մի օր եկավ տուն, ասեց, պապ, ասում եմ, մարդիկ միշտ սենց խաբեբաս սրիկա են եղել։ Ինքը առնչվեց մարդկանց հետ, որոնք խաբում են, որոնք սրիկա են։ Ասի տղաս, կյանքը միշտ չար է եղել եւ տենց է եղել։ Դուք փոքր եք եղել, այդ ես եմ աշխատել, բերել, կերակրել, դուք չեք իմացել։ Բայց պատկերացրեք, ով որ գործ ունի փող աշխատելու հետ, մանավանդ չեմ ասում աշխատավարձ։ Մանավանդ որ դու ես բիզնեսի գլուխը, դու ես բիզնես անում, այդ մարդիկ իրանք տեսնում են, թե ինչ սրիկայություն, խաբեբայություն գոյություն ունի։ Որովհետև մարդիկ հեշտությամբ այդ չեն ուզում վճարեն նրա դիմաց, ինչը վերցրել են։ Անգամ այդտեղ չեն ուզում վճարեն։ Եվ դրա համար ասես մարդիկ միշտ սենց են եղել։ Ասեցի միշտ մարդիկ տենց են, մանավանդ եթե փողի գործ կա հետները ինչ որ առևտուր կամ բիզնես։ Ամեն։ Բայց Աստծո որդին եկել է, մեզ միտք է տվել, որ մենք խելացի լինենք եւ ճիշտ վարվենք եւ որպեսզի այդ նեղություններից ճիշտ դուրս գանք։ Ոչ մարդասպանություն լինի, որովհետեւ մարդը կարող է տաքանա, մարդասպանություն անի եւ գնա մի 15-20 տարի վերցնի ու նստի մեկուսարանում, որը ոչ մեկին պետք չի, կյանքը անցնում է ու 4 պատի մեջ։ Դրա համար Աստծո որդին մեզ միտք տվել, որ ճիշտը հասկանանք, ճիշտը ապրենք, ներողամիտ լինենք, սիրենք եւ այդպես հարգենք, այդպես ապրենք, այդպես օրհնված կլինենք։ Ամեն ով է հասկանում ինչ եմ ասում։ Փառք մեր Հիսուսին։ Ուրեմն Աստծո տված միտքը, Աստծո որդու տված միտքը հենց ինքը Աստվածաշունչն է, որ դու պետք է կարդաս, մտածես եւ ապրես այդպես։ Ես շարունակում եմ, նույն գլխի 5-րդ խոսքն եմ ուզում կարդամ, եւ ով որ հաղթում է աշխարհքին, եւ ով է որ հաղթում է աշխարհքին, եթե ոչ նա որ հավատում է, թե Հիսուսը Աստծո որդին է։ Ով է հավատում, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է։ Ուրեմն դու արդեն հաղթել ես աշխարհին։ Եթե դու գիտես, որ Քրիստոսը մարմնով եկած Աստծո որդին է։ Ամեն։ 18 խոսքը։ Գիտենք, որ ամեն ով որ Աստվածանից է ծնված, մեղք չի գործում, բայց նա, որ Աստվածանից է ծնված, իր անձը պահում է եւ չարը չի մոտենում նրան։ Այն չարիքը, որ այս աշխարհքի վրա է, ամեն մեկի դուռը թակում ու մտնում է, ամեն ընտանիք, ու խառնում ու քանդում, բայց Աստվածաշունչը ասում է, բայց մարդիկ, որոնք Աստծուց են ծնված, որոնք հավատում են Քրիստոսն Աստծո որդին եւ ծնվել են վերստին, նրանք իրենց անձերի համար զգուշ են, որ մեղք չգործեն, որ սատանան չմտնի նրա տունը ու չքանդի, եւ գրված է չարը նրան չի մոտենում։ Կամ մի ուրիշ տեղ թարգմանությամբ գրված է Աստծո որդին պահում է այդ ընտանիքը, որ չարը չխփի այդ ընտանիքին։ Ամեն։ Դրա համար պահենք մեր անձերը մեղքերից։ Ոնց։
մեղք գրված է, որ մեղք չի գործում։ Դա նշանակում է, որ բոլորս էլ այստեղ ոնց ըլնի մեղքի մեջ ընկնում ենք, թե մտքերով, թե լեզվով, չէ, խոսելով։ Գիտեք հարցը ինչու՞մ է։ Հակոբ առաջի Հովհաննես առաջի գլուխ 8-9 խոսքերում ասում է, եթե ասենք մեղք չենք գործում, սուտ ենք խոսում, ստախոս ենք անում նրան, բայց եթե խոստովանես քո մեղքերը եւ զղջաս, ապա հավատարիմ է նա, որ քեզ կմաքրի ամեն մեղքերից եւ անօրենություններից։ Ամեն։ Պողոս առաքյալը ասում է Հռոմեացիս 7-րդ գլխում, ասում է այն ինչ որ ուզում եմ անեմ, այն չեմ անում։ Այն ինչ որ չեմ ուզում անեմ, բան բասեմ, չարը խոսեմ, նախանձեմ, կեղծավորություն անեմ, այդ եմ անում։ Չէ՞։ Ու Պողոս առաքյալը ասում է հիմա ով ինձ կփրկի։ Այսօր ես խոսում եմ, որ ասո որդիները մեղք չեն գործում, միգուցե ներսդ ասես, ախր ոնց կարելի է մեղք չէ, ոնց կարամ, երբեմն անկախ ինձանից է ստացվում։ Որովհետև քո մարմնի մեջ ապրում է մեղքի մահվան օրենքը։ Քո մարմնի մեջ, քո անձի մեջ կա երկու օրենք՝ մեղքի մահվան օրենք եւ կյանքի եւ հոգու օրենք։ Դրա համար անկախ քեզանից այնց մտքեր, այնպիսի բաներ կարող է քո մեջ գան, իրականում շատ բաներ կա, որ քեզանից չի։ Քեզ ուղարկում են այդ մտքերը, դա քո մտքերը չի։ Քեզ ուղարկում են, որ դու ընկնես մեղքի մեջ։ Բայց ամեն դեպքում, եթե խիղճդ քեզ հանդիմանում է, զղջա, խոստովանի Աստծո առաջ, ասա Տեր ողորմա ինձ։ Ողորմա ինձ իմ մտքերի կամ իմ բառերի կամ գործողությունների համար։ Ու Տերը կսրբի քեզ, ու մեղք չի համարվի քեզ։ Խոսքը հենց դրա մասին է, եւ չարը քեզ չի մոտենա քո տանը, քո դռանը, երբ որ դու ապաշխարում ես։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Այս խոսքը դա է նշանակում, ով որ Աստծուց է ծնված, նա մեղք չի գործում։ Այսինքն նա խոստովանում է, իր մեղքերը զղջում է եւ իր մեղքերը իրեն մեղք չի համարվում։ Ամեն։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 5-րդ գլուխ եւ 8-9 խոսքերը։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին, սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալի եւ որոնում թե որին կուլ տա։ Սատանա կա քաղաքում, սիրելիներս, եւ աշխարհում, եւ ամեն քաղաքում։ Այդ բառը հիշում եմ մանկությունից, ասում են սատանա կա քաղաքում ու ծիծաղում էին։ Մտածում են թե սուտ են խոսում, հեքիաթ են պատմում։ Մտածում են թե ձմեռ պապու պես էր սատանան է, որ գոյություն չունի, ուղղակի անունն է։ Բայց Աստվածաշունչը ասում է արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան, չերևացող որսորդը, չես տեսնում իրան։ Ոսող թշնամին սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալի, որոնում թե որին կուլ տա։ Որին հակառակ կացեք հավատքով հաստատված, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ, որ աշխարհի մեջ են, նույն չարչարանքներն են քաշում։ Հավատքով հաստատված, ինչ է նշանակում։ Որ միշտ Աստծո խոսքի մեջ ես, որ միշտ արթուն ես, աղոթքների մեջ ես։ Գիտես, երբեմն նկատում եմ, որ հավատացյալները շատ հավատքով լցված են, շատ ընտիր քույրիկ, շատ ընտիր եղբայր, հավատքով լցված են, բայց իրենց կյանքում բան չի փոխվում։ Հավատքով հաստատված են։ Գիտեք ինչի չի փոխվում։ Որովհետև հավատքը գալիս է լսելուց, լցված ես, զորացած ես, բայց հավատքը չի աշխատում լսելուց։ Գալիս է լսելուց, կուտակվում է քո մեջ, բայց ինքը սկսում է գործել, գործի դրվել խոսելուց։ Դու պետք է հռչակես քո հավատքը։ Ռուսերեն վիսվաբաժդած, վերու։ Այն ինչ որ քո մեջ կա, պետք է հռչակել ամեն օր, աղոթքների միջոցով։ Ազատագրել, վիսվաբաժդած, հավատքը քո միջից պետք է դուրս գա։ Հռոմեացիս 10-րդ գլուխ 9-10 խոսք ասում է, եթե սրտումդ հավատաս, հավատքը կուտակվել է, եւ բերանովդ ասես, որ Հիսուսն է Աստծո որդին քո Տերը, կփրկվես։ Դա փրկության համար քո հայտնությունը դու ազատագրեցիր, հռչակեցիր, ու ինքը սկսում է գործել։ Չի գրում, որ սրտումդ հավատաս բոլա,
Ոչ, բերանովը թռչակես։ Եվ այս պրինցիպը աշխատում է բոլոր ոլորտներում։ Դա փրկության համար է, որ դու փրկվես։ Հիվանդ ես, հիվանդության համար դու պետք է հավատաս, որ Քրիստոսի խոցերով դու բժշկված ես, ես քիչ հետո խոսեմ։ Եվ բերանովը հռչակես, եւ ոչ թե մի օր, ամեն օր։ Պատմի սրան նրան։ Սուրճի սեղանի շուրջ մի բամբասի։ Պատմի։ Այն որ խոսում են, չէ, իրար հետ։ Եղբայրները ասում են, այ ախպեր, գիտես, սենց։ Իսկ կանայք ասում են, աղ չի, բա դու գիտես, աղ չի։ Երբեմն դա վիրավորական բառ է, երբեմն, բայց ես իմ թորնիկների հետ եմ խոսում նաև այտենց։ Աղ չի, արփի, ոնց ես։ Երբեմն սիրելու հետ կապված է նաև։ Նայած ինձ սրտով ես այդ բառը օգտագործում։ Իրար խոսեք, պատմեք։ Ամեն։ Պատմեք ձեր հայտնությունները, ձեր երազները, տեսիլքները, իրար պատմեք, դա հռչակում է, ու հավատացեք դրան, դա կատարվի ձեր կյանքում։ Ամեն, դրա համար հավատքը պետք է ազատագրել, բայց այստեղ խոսքը ասում է, սատանան ման է գալիս, գոռոզ առյուծի պես, որ ձեզ կուլ տա, ոնց է ման գալիս, նա ման է գալիս ձեր վրա, ինչ-որ բաց դուռ, ինչ-որ թույլ տվություն, որովհետև նա տեսնում է, եթե դու մեղքի կյանք ես ապրում, առանց ապաշխարելու, նա երկնքում թույլտվություն է վերցնում, նա ունի արդեն իրավաբանական իրավունք քո տունը մտնելու ու քեզ սպանելու, որովհետև գրված է մեղքի վարձքը մահ է, նա էլ տեսնում է մեղքի կյանքով ես ապրում ու հայրը ասում է, իրավունք ունեմ, գրված է, դες գնացի, մտնում է այդ մարդու տունը իրա դևերով, ու սկսում է խառնել, քանդել ու սպանել, թալանել, գողանալ, առողջությունը գողանալ, ֆինանսները գողանալ, դե առողջության հետ ֆինանսներն էլ չէ գողանում, եթե մի վիրահատությունը արժի մի քանի միլիոն դրամ, զարմանալի է, թե վիրահատություն, մեր քույրերից մեկը վիրահատվեց այս երկորը, 5 միլիոն դրամ, փոքր թեթև պարանոցում վիրահատություն, ֆինանսները տարավ, թե չէ, տարավ, գողը գալիս է գողանալու, թալանելու և սպանելու, բայց եթե հավատանք այդ մի փոքր հիվանդությունը գերբնական ձևով կարող է բուժվի և այդ 5 միլիոն դրամը դու վայելես քո ընտանիքի հետ, հավատքի բաժին է, դրա համար է խոսքը ասում, սատանան ման է գալիս, թե որիդ կուլ տա, որիդ 5 միլիոնը տանի, միտք առնում ես, որին հակառակ կացեք հավատքով հաստատված, հավատքի վահանը, Սուրբ Հոգու սպառազինության զենքերից մեկը, 4-րդը հավատքի վահանն էր, պետք է օգտագործես, որ թշնամու բոլոր կրակոտ նետերը հանգցնես, ամեն մեկիս կյանքում, ընտանիքում կրակոտ նետեր է գալի, չէ, պետք չի վախենալ, սխալ բաներ խոսել, մեղքի կյանքը, միշտ քննիկ ես, եթե մեղքի կյանք ունես, արագ ապաշխարի, որ դուռը փակես, դևերին վռնդես, բայց եթե դու ապրում ես դրա մեջ, դուռը բաց է և նա իրավաբանորեն, հոգևոր իրավաբանորեն, նա մտել է քո տունը քանդելու, գողանալու, թալանելու և սպանելու, հավատքով հաստատված հենց դա է, որ հաստատվի հավատքով, հավատքը տավելացրու և կիրառի, և եթե հավատքը տավելացել է, մի պայի քո մեջ, խոսի, ասի, վիսվա բաժդայ, հրճակի, հրամայի, որ սկսի գործել, որովհետև մեր ծառայեկից հրեշտակները կանգնած սպասում են քո կողքը, մինչև դու չասես, նրանք չեն շարժվի, ես մի անգամ ասեցի, նրանք նման են մատուցողների, քո կողը կանգնած են նրանք, ասուս դրված են, բայց նրանք ոչ մի բան չեն կարող անեն, մինչև քո բերանից բառը դուրս չգա, որ նրանք սկսեն կատարել ամեն բան, ամեն, փառք Հիսուսին, Երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 7-րդ խոսքում գրված է այսպես, Աստված մեզ չտվեց վախի հոգին, երկչոտության հոգին, այլ
զորության, սիրո եւ զգաստության հոգին։ Թեև այս ամեն ինչը մենք գիտենք, տեսնում ենք, հասկանում ենք, բայց մենք չպիտի վախենանք։ Չպիտի վախենանք։ Կարծեմ Լեստեր Սամրալն էր, որ մի երկրում գնացել էր ծառայելու, մեկ էլ արթնանում է այդ երկրում, Հնդկաստանում էր, ինչքան հիշում եմ, կամ Աֆրիկայում, որտեղ դիվային մթնոլորտը ավելի մեծ է, ավելի խիտ է։ Ասում է, եւ տեսնում եմ իմ սենյակում, իմ մահճակալը, անկողինը դողում է եւ գնում է դեպի սենյակի մյուս ծայրը։ Պատկերացնում եք։ Պատկերացրա քո անկողնու վրա, անկողինը ցես շարժվելով գնում է առաջ։ Լեստեր Սամրալը արթնացավ, ասեց, հա, սատանայս դու ես էլի։ Մահճակալս դիր տեղը հեռաց իմ սենյակից։ Ու նորից ասում է քնեց, առավոտ հելավ տեսա, որ իր մահճակալը նորից իր տեղում դրված է։ Իսկ մեզանից ով ելներ սենց հանգիստ պարկեր։ Խառնվեինք իրար, ճնշում եք բարձրանար, զանգեինք, աղոթքաթիմ, աղոթեք սատանան հարձակվել է։ Չէ՞։ Սա իրականություն է, դրա համար Աստված թույլ չի տալի, որ դուք այդպես բաներ չտեսնեք։ Ձեր հավատքի չափով է թույլ տալի փորձությունը։ Հավատքից ավել մարդկա կարող է հենց այդ պահին կատվածքը խփի իրան։ Լեստեր Սամրալը ուներ այդ հավատքը, այդ հասակը հոգևոր։ Դրա համար ասաց, ես դու ես էլի, հեռացի, մահճակալս դիր տեղ, ու առավոտ տեղում դրված էր։ Հաստատվի հավատքով, մի վախեցի, թեև այս ամեն ինչը գիտես, Տերը չտվեց մեզ վախի հոգի, այլ ինչ տվեց զորության հոգի, Սուրբ հոգին ինքը ասու օժի զորության հոգին է, որ մեր հետ է, մեր մեջ է։ Սիրո հոգի, որ մենք միշտ սիրենք, եւ զգաստության հոգի։ Զգաստության խոսք, այդ զգաստություն բառը թարգմանությունով նշանակում է ողջամտություն, մտքերի նորոգում, հոգի, որ միշտ ուղեղդ միտքդ նորոգված լինի։ Ամեն, ոչ թե սենց թափառ ես, ոնց ուզում ես։ Փառք Աստծո, ուրեմն միշտ հիշեք, մենք ունենք զորության, սիրո եւ զգաստության հոգին։ Վախը Աստծուց չի, Աստված մեզ չի տվել վախի հոգի։ Միայն Աստվածավախության հոգի ունենք։ Ու դա Աստված այդ հոգին միշտ մնա մեր մեջ եւ ավելանա, որ Աստծո վախ ունենա, ոչ թե սատանայի։ Ամեն։ Հովհաննես 8-րդ գլուխ 32 խոսքը Տերը ասում է ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի։ Սրանից մի համար վերև ասում է եւ դուք իմ աշակերտներն եք, եթե հետևում եք իմ խոսքին, իմ ուսմունքներին, իմ քարոզներին։ Դուք ճշմարիտ իմ աշակերտներն եք, եթե ձեր մեջ հետաքրքրություն կա լսելու, կարդալու, հետևելու, ապրելու այդպես։ Ճշմարիտ դուք իմն եք, եթե դուք ունեք դա։ Եվ այս խոսքը ասում է, եւ ճշմարտությունը կճանաչեք, այդքան որ լսում եք, կարդում եք, կճանաչեք, եւ ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի վախերից, հիվանդություններից, անհաջողություններից, աղքատություններից։ Ամեն։ Ճշմարտությունը ձեզ դուրս կհանի դրանից։ Մարկոս 11-րդ գլուխ 22 խոսքն եմ ուզում բացեմ։ Դու ինչ որ բան ստանում ես։ Այս բառը ես միշտ օգտագործում եմ ինչ որ բան ստանում ես, որովհետև ես միտեղ քարոզում էի, ասացի դուք ինչ որ բան առնում եք ու նայեցի մեկը քնած էր ծառայության ժամանակ, կիսահավատ էր։ Ասացի օրինակ եղբայր դուք ինչ եք առել այսօր։ Ասում է մի հատ գլուշից էլ եմ առել։ Մի հատ էլ հետևի գրիլո մեքենային։ Այդ մարդու ուղեղը դա է, մեքենա է սարքում։ Ասից հոգևորից քնած էր, ինչ պետք է առներ։ Դրա համար որոշել եմ ասեմ ինչ որ բան ստանում եք։ Փառք Տիրոջը։ Նայած ով ինչ նստած էր ամբողջ հավաքույթին, այդ մարդը այդ օրը էր առել, այդ էր պատմում։ Ուրեմն Մարկոս 11-րդ գլուխ
22 խոսքը։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. Աստծո հավատք ունեցեք։ Տերը այսօր քեզ ասում է Աստծո հավատք ունեցի։ Իսկ դու ո՞նց ես որոշում, կունենաս թե չէ։ Ամեն։ Բայց գոնե հասկանում ես ինչ է Աստծո հավատքը։ Օրինակ ինչ է Աստծո հավատքը։ Ոնց։ Ամեն։ Երեք ես հիշեցրել եմ, կարող Փառք Հիսուսին, Փառք Հիսուսին։ Աստծո հավատքը դա Աստծո խոսքով հավատալն է։ Հիսուս ասում է Աստծո հավատք ունեցեք, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս աշխարհին ասե վեր կաց եւ ծովը ով որ այս սարին ասե վեր կաց եւ ծովը ընկի եւ իր սրտում չերկմտի, բայց հավատա թե ինչ որ ասում է կլինի նրան, կլինի ինչ որ ասի։ Սրա համար ասում եմ ձեզ, ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք թե կառնեք եւ կլինի ձեզ։ Ամեն։ Տեր ասում է, եթե սարերին էլ ասես, քո խնդիրներին էլ ասես, հիվանդությանն էլ ասես, աղքատությանը ասես, բարձրացի, ծովը ընկի, հեռացի իմ կյանքից, նա կլսի քեզ։ Եթե հավատաս ինչ որ ասում ես կլինի, կլինի քեզ։ Եվ հիշեցնում է, սրա համար ասում եմ ամեն ինչ որ աղոթելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Ամեն։ Բայց դե շատերը աղոթում են չեն առնում, դրա համար հիասթափվում են, չեն էլ աղոթում։ Բայց սրանից հետո բուժումը տալիս է աղոթքը, որպեսզի աշխատի, ասում է, եւ որ ժամանակ կանգնեք աղոթք անեք, ներեցեք։ Եթե մեկի դեմ բան ունենաք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները թողե ձեզ։ Բայց եթե դուք չներեք, ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները չի ների ձեզ։ Այսինքն ձեր աղոթքները չի աշխատի։ Մարդկա այնքան խորը ատելության մեջ է տարել սատանան, որ չի կարողանում ների։ Ու իրականում պատճառ կա եւ պատճառը շատ արդար է, որ ատի։ Մարդկանց կյանքում տարբեր բաներ է, չէ՞ կատարվում։ Չի կարողանում ների, բայց Հիսուսը առաջարկում է աղոթքները չեն աշխատում այն պատճառով, որ դու մեղքերի մեջ եք։ Մեկը չներում, մյուսն էլ մյուսին է վատություն արել։ Միտեղ գնացի աղոթելու ծանր հիվանդի համար, մահացու հիվանդ, որ արդեն մնացել է մի քանի օր, աղոթեցի, Հիսուսին Տեր դավանեց եւ ասես բոլորին ներում եմ։ Դուրս եկա մտա մեր հարևանի տունը, այդ մարդու հարևանի տունը, որը մեր քույրն է, քրոջ ամուսինը հարցրեց, այդ մարդը ինչ ասեց։ Դե ճանաչում են, հարևան են, բակա։ Ասեցի ներում է բոլորին, ինձ ասեց ճիշտ է, ինքը ներում է բոլորին, բայց բոլորը չեն ներում իրեն։ Հասկանում ես, ասում այնքան կեղտոտ մարդ է ինքը, ամբողջ բակը իր դեմ բան ունի։ Ինքը չունի ներելու բան, որտեղ ինքը վատություն է արել։ Բայց բոլորը չեն ներում իրեն, ուտեղ ես հայտնություն առա։ Փաստորեն Տեր ասում է ների, իսկ եթե քեզ չեն ներում, ապաշխարի, ներողություն խնդրի, ամեն, մեղքերից դուրս արի, որպեսզի աղոթքներդ սկսեն աշխատել, փառք մեր Հիսուսին։ Եվ Աստծո հավատք ունեցիր, Հռոմեացիս 4-րդ գլուխ 17 խոսքում գրված է, հենց կոնկրետ Աստծո հավատքի մասին, սա Աբրահամի մասին է, ասում է, եւ Աբրահամը գիտեր, որ Աստված մեռելներին հարություն է տալի, հավատում էր, համոզված էր, եւ գիտեր, որ Աստված չեղած բաները երևացող բաների պես կանչում էր, եւ դրանք իրականանում էին։ Ամեն, սա է Աստծո հավատքը, որ քո կյանքում չկա, բայց դու կանչում ես իրան, արի, կողքից մեկը կլսի, կասես, գժվել է լրիվ, խելքը գցել է, ասենց զարմացած ժպիտով նայում են, մեկ, որ խոսում էինք, իմ Աստվածաշնչի մեջ առաջի բաներ էր գրված, հռչակումներ, գրված է, ես գրել էի հռչակումներ, Աստվածաշնչիս առաջի թերթի վրա, ինչ-որ մեկը վերցրեց, անհավատ բացեց, թերթեց, հասավ դրան, ես փրկված եմ, ես օրհնված եմ, ես հաղթել եմ, այսպես բառեր եմ գրել, Հիսուսի անունով ու իմ անունն եմ տակը գրել, նայում այն ժպտում է, թե ինչքան դու երեխա ես, ինչքան մանկամիտ ես դու, որ այս բաները գրում ես, հավատում ես։ Կողքից դա թվում է մանկամտություն, պարզություն, միամտություն, բայց տեղյակ չեմ, որ այդ
ոնց ասեմ, աղվեսները խորամանկ, երկու ոտով են թագարթանքնում։ Ավելի լավ է ասում ես միամիտ պարզ լինես, քանց թե աշխարհիկ աղվես խորամանկ լինես, որոնք երկու ոտքով թակարդի մեջ են ընկնում, իրանց խելքով եւ իրանց խորամանկությունով։ Ես շատ եմ տեսել այդպես մարդիկ։ Եվ իմ հրճակումները կատարվում է, գրածները կատարվում է։ Ամեն, խոսքն է ասում, մենք կանչում ենք չերևացող բաները երևացողների պես։ Երեք էլ վկայեցի տարիներ առաջ, մի 18 տարի առաջ, 19 մեզ երազ եկա, որովհետև ուզում էինք, որ սեփական տուն ունենայինք, առանձնատուն, եւ խնդրեցինք ասուն, ասենք Տեր, եթե քո կամքն է տուր ունենանք։ Եվ Աստված մի ամիս, երկու ամսից երազ տվեց, որ տալիս եմ, էս էլ ձեր տունը։ Մենք մտնում ենք այդ տունը երազի մեջ, Կարինեն է տեսնում, առանձին ես եմ տեսնում, նույն բանը։ Ասի ուրեմն Տերը տվել է։ Արի նկարենք, դնենք պատին, դնենք միտեղ եւ միշտ օրհնենք, կանչենք, որ ինքը գա իրականանա։ Նկարեցինք չերևացած բաներ, չեղած բաներ։ Էդ էլ ասեմ, ամեն ինչ այդ տան, ինչը որ այսօր մենք ապրում ենք, արդեն 16 տարի ապրում ենք այդ տան մեջ, այն առաջի վարկյանից ինքը հրաշքներով է սկսվել։ Այդ հողը պատկանում էր մեր հարգելի գեներալներից մեկին, որին ուղղակի ասեցինք, որ ձեր բիզնեսը տեղափոխեք, այս հողը ուզում ենք առնենք, հաջորդ շաբաթ ինքը իր բիզնեսը տեղափոխեց ուրիշ տեղ, մենք այդ հողը առանք։ Ու սկսեցինք սարքել։ Հենց հրաշքը տեղից է սկսվում։ Սարքեցինք, վերջացրեցինք, մի ուրիշ հրաշք էլ պատմեմ, հենց այդ տան հետ կապված։ Վերջացրել ենք կտուրով, ամեն ինչով, պատուհաններով, հիմա մեզ պետք է այդ տանը փաստաթղթերը կադաստրից ստանանք, կադաստրը չի տալի, որովհետև հրշեջ ծառայությունը իր կնիքը չի դնում այդ թղթերի վրա, որ մենք արդեն ստանանք հասցեն, անձնագիրը տան։ Ու ամիսներով ձգձգվում է։ Եվ ով որ պետքա մեզ կնքի այդ փաստաթղթերը, ահռելի թիվ է ուզում, իմանալով իմ բիզնեսը, ես ով եմ, մի ահռելի թիվ է ուզում։ Ես էլ աղոթում եմ, ասում եմ, Տեր ջան, ես քեզանից չէ էլի, ես գիտեմ, սա սատանայի մատնա մեջը խառը։ Աղոթում ենք, խնդրում եմ, Հիսուս ջան, ասում եմ, ինչ կլինի, նենց արա, որ այդ կնիքը դնեն, մենք տան փաստաթուղթը ստանանք։ Ու մի օր գնում եմ Երևան աղոթքաժողով, գիշերա ուշ տուն եմ գալիս մենակ, սովածացա, մտատեղ Կոմիտաս փողոցի վրա, ինչ-որ սնդի կետ կար, նստել եմ, ինչ-որ բան եմ պատվիրել, ուտում եմ, մեկ էլ մի մարդ տարիքով մոտեցավ ուշադիր նայում է ինձ, թուքը կուլա տալի, ասում ախպեր համով է այդ որ ուտում ես, ասում եմ այո, մեկ էլ գնաց առավ, ինքն էլ դրանից առավ եկավ իմ կողքը, նստեց սեղանի շուրջ, ուտում ենք, ասում եմ որտեղից ես, ասում եմ Արմավիրից, ասում եմ հա հերվից ես, դրա համար այս ժամին ստեղ ես, ասում եմ այո, ես մտածեցի, ասում եմ իսկ դու որտեղից ես, որտեղ դու էլ ես նստած, ասում եմ իմ տունը հենց այս օբյեկտի ետևի շենքում է, Կոմիտասի վրա, հա ասում եմ տանը հաց չեք ուտում, երևի ստեղ եք սնվում, ասում է չէ ախպեր, ասում է շաքար ունեմ, կինիկս հաց չի տալի երեկոյան, խափում ասում եմ լնում եմ մաքուր օդի, ասում է գալիս է թաքուն հաց եմ ուտում, գնում եմ տուն, մտում կնոջն է վատություն անում, մեկ էլ ինձ ասեց բա ով ես, ինչ ես, ասեցի սենց բիզնես ունեմ ես ձևով, ասեց իսկ ես ձեր մարզի, Արմավիրի մարզի, հրշեջ ծառայության վարչության պետն եմ, ես էլ աղոթել եմ, Տեր չեն դնում, ինչ անեմ, խնդրում եմ, ասեց, ինչ որ գործեր որը լինի, հանդիպի ինձ, կօգնեմ քեզ, ասեցի կակրաս ունեմ, տանս հետ կապված, ասեց առավոտ կգաս, գնացի, խոսեցինք, ես չերկարացնեմ, վերցրեց, հարցերը շատ արագ լուծեց, որը չէր լուծվում, կնիքը ինքը պիտի դներ, բայց ինչ որ մեկը մեջ էր մտել եւ մեծ թվեր էր սարքել, ես իրան չասեցի այդ մասին, որ այդ մարդուն վատություն չլինի, բայց ինքը կանչեց այդ մարդուն եւ իմ դեմ նվաստացրեց։ Իրան ես բան չի ասել։ Այդ մարդը գլուխը կախ, գիտի բան եմ պատմել, ասես բան չեմ պատմել քո արարքների համար, քո սատանայական հակառակության համար։ Մարդուն այսինքն Տերը թույլ տվեց, որ մի հատ իր չարությունը
պտուղը հնձի։ Այդ մարդը ամաչեց, գլուխը կախեց, տեսավ, որ ամեն բան լուծվեց, Աստծո շնորհքով, հրաշքով, փառք Աստծո։ Ինչ եմ պատմում։ Տեսեք, փառք Հիսուսին, ամեն։ Դա Աստծուց է թե չէ։ Սոված անում ես, գնում ես հաց ուտելու միտեղ, վարչության պետը հրշեջ ծառայության, գալի քո կողքը նստում է։ Դե ով կասի, սա պատահականություն է։ Հաջորդ օրվանից հարցերը լուծվում է եւ վերջ։ Կադաստրից ստանում ենք մեր թղթերը։ Փառք Աստծո։ Հրաշք հրաշքի վրա, երբ որ դու հավատում ես, Աստծո հավատք ունես, աղոթում ես, սկսում է աղոթքը գործել։ Հաջողությունն է դա թե չէ։ Հաջողությունները սկսում են աշխատել։ Ոնց իմ կյանքում, նույնպես քո կյանքում կարող է լինի։ Սատանան երբեմն գալի ասում է դե դա պատահականություններ։ Պատահականություններ, չաղոթեիրել այդ մարդը գալու էր այդտեղ այդ ժամին, այդ վարքյանին հաց ուտելու։ Պատահականություն չի, փառքը Հիսուսին։ Դա մեր աղոթքի պատասխանն է։ Ամեն։ Ուրեմն Աստծո հավատք ունեցեք։ Աստծո հավատքը կապված է Աստծո խոսքի հետ, Աստծո հոգու հետ, եւ դու գիտես ով է Աստված եւ կանչում ես չերևացած բաները, չեղած բաները, եղած բաների պես։ Եվ նրանք սկսում են կատարվել։ Գիտես ինչի, որովհետև Աստծո խոսքը դրված է քո բերանում։ Ես հենց իմ պատկերացումներով չեմ աղոթում, իմ ֆանտազիաներով։ Ես աղոթում եմ Աստծո խոսքի միջոցով։ Իսկ Երեմիա 1:12 խոսքում Աստված այսպես է ասում. ես պիտի հսկեմ իմ խոսքերի համար, որ կատարեմ նրան։ Գրված է այդպես, թե չէ։ Բացեցին։ Ես պիտի հսկեմ իմ խոսքերի համար, որ կատարեմ։ Դրա համար, երբ որ դու Աստծո խոսքը կարդում ես, դնում ես քո հոգու մեջ, այնտեղ խառնում ես հավատքով, բերանով ասում ես, ինքը սկսում է կատարվել։ Աստծո խոսքը այստեղից մտնում է քո եւ իմ։ Եվ երբ որ լսում ես, Աստծո խոսքը այստեղից է մտնում, երբ որ կարդում ես։ Գնում է հոգին։ Հոգու մեջ խառնվում է հավատքով։ Եվ Աստծո խոսքը, երբ որ այստեղից դուրս է գալի, սկսում է գործել։ Այս մարդը այստեղից մտնում է, այստեղից մտնում է, խառնվում է, բայց չունի հայտնություն, որ այստեղից պիտի դուրս գա, որ ինքը սկսի կատարվել։ Լավ բացատրեցի, չէ՞։ Հիմա այս պահին ձեր եւ այստեղից է մտնում եւ այստեղից։ Մնում է սկսեք թույլ տվեք խառնվի հավատքով։ Եվ դա սկսեք խոսել, աղոթքել։ Եվ քո կյանքում կսկսի կատարվել։ Եսայա 53 գլուխ, Եսայա 53։ Շատ հետաքրքիր համար է, որ ձեր միտը պետք է պայեք։ 5-րդ խոսք։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, որպեսզի մենք խաղաղություն ունենանք, Հիսուս Քրիստոսը պատժվեց մեր մեղքերի համար։ Պատժվել է արդեն, որ մենք խաղաղ եւ ուրախ լինենք։ Սա հենց խոսքը դա նշանակում, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ամեն։ Այս խոսքը շատ կարևոր է, որ մենք լավ հիշենք, ըմբռնենք, որ մենք առողջ լինենք, Քրիստոսը մեր համար վճարել է, հենց այս համարում։ Վճարել է մեր մեղքերի փոխարեն, մեզ համար վճարել է իր կյանքով, ծեծվել է, վերքեր է տարել, մեր փոխարեն, դա մեզ պետք է անեն մեր մեղքերի համար, բայց Քրիստոսը վերցրեց իր վրա, եւ նրա խոցերով մենք բժշկվեցինք։ Հիմա եթե սա դու հասկանաս, դու բժշկված կլինես։ Գիտես, մի հատ հետաքրքիր պատմություն կա Քենեթ Խեգենի կյանքից, երբ որ ծառայում է, տարբեր երկրներ է գնում ծառայում է, մի երկրում սիրտը վատանում է, սրտի նոպաներ է սկսում է ծակել, վատանալ, շնչառությունը։ Քենեթ Խեգենը գնում պարկում է իր սենյակում, իր մահճակալի վրա ու աղոթում է։ Ցավը չի անցնում։ Հետո սկսում է բարձր ծիծաղել, այս ձևով, հա, մի 10 րոպե,
Սատանան էլ չի դիմանում, հայտնվում է։ Բայց խես ծիծաղում։ Ասում քո վրա եմ ծիծաղում։ Ասում ինչու՞։ Որովհետև դու ինձ ուզում ես համոզես, որ ես բժշկված չեմ ու կմեռնեմ հեսա։ Ասում դա պարզել երևում է, դու բժշկված չես։ Եվ հնարավոր է հիմա մեռնես։ Ասում ոչ, ես Հիսուս Քրիստոսի խոցերով, այս խոսքը բժշկվեցի։ Հիսուս Քրիստոսի խոցերով ես բժշկվեցի, ոչ թե բժշկվելու եմ, ես բժշկվեցի, բժշկվելու եմ, դա հույս է։ Բժշկվեցի, դա հավատք է։ Հիսուս Քրիստոսի խոցերով, որը Հիսուս Քրիստոսը արեց 2000 տարի առաջ։ Ամեն։ Սատանան ասում է, հա, բայց դու հիմա հիվանդ ես, լավ չես։ Ասում է, Սատանա, ես հավատում եմ, որ ես բժշկվեցի եւ հիմա հրամայում եմ քո սիմպտոմները, ախտանիշը հիվանդության վերցրու, վռնդվի իմ կյանքից Հիսուսի անունով։ Եվ ասում է, երբ որ Սատանան տեսա, որ ինքը ունի հավատք, հաստատուն։ Սատանան իր սիմպտոմի հետ հեռացավ եւ Քենեթ Խեգենը ոտքի կանգնեց եւ սկսեց նորից ծառայել։ Գիտես, այս օրինակը մենք պետք է վերցնենք։ Երբ որ մեր կյանքում գալիս է սրտծակոց կամ չգիտեմ ինչ-որ բան կամ իրականում ինչ-որ հիվանդություն, բժիշկները արդեն ախտորոշել են, պետք չի վախենալ, պետք չի մահացուր ճիչեր ու լացեր անել, չգիտեմ, հանձնվել։ Քենեթ Խեգենի օրինակը հիշի։ Գիտես ինչ էր ծիծաղում, որովհետև Առակաց 17:22-ում գրված է ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ։ Դրա համար ուրախացի, մի տխրի։ Սատանան զորանում է, երբ որ դու տխրում ես եւ վախենում ես։ Բայց երբ որ տեսնում ես այդ չարիքի մեջ, այդ կրակոտ նետը եկե մտել է քո մարմինը, դու ուրախանում ես, ուրճակում ես Աստծո խոսքը, ինքը պարտվում է։ Եվ հենց այդ ասում հավատքի վահանով հանգցրեք թշնամու կրակոտ նետերը։ Քենեթ Խեգենը հանգցրեց։ Իսկ դու։ Ես։ Գիտեք, սա հայտնություն է շատ նուրբ, որ պետքա վերցնես։ Մտածի սրա վրա։ Մի տխրի, սկսի հռչակել խոսքը։ Քրիստոսը վճարել է իմ առողջության համար։ Քրիստոսը վճարել է։ Եվ եթե կարդանք առաջի Պետրոս 2-րդ գլուխ 24 խոսքը, գրված է այսպես, որ ինքը մեր մեղքերը իր մարմնում խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով, ու մեղքերը, իմ ու քո մեղքերը Քրիստոսը իր մարմնով խաչափայտին գամեց, որ մեղքերից հեռանալով, դրանից հետո մենք մեղքի կյանքերով չպետք է ապրենք, մեղքից հեռանալով արդարության համար ապրենք, եւ դրանից հետո նրա խոցերով մենք բժշկվեցինք։ Մարդկա մեղքերի կյանք ապրում, հետո ուզում է բժշկվի, չի բժշկվում, ասում այդքան աղոթում եմ, բա Աստված ուր է։ Սիրելիս, ես համարը կարդա, շատ մտածի։ Քրիստոսը մեղքից ազատել է քեզ, որ դու այլևս մեղքով չապրես։ Եվ երբ որ դու մեղքով չես ապրում, այսինքն խոստովանում ես քո մեղքերը եւ զղջում ես, սրբվում ես, նրա վերքերով դու բժշկվում ես։ Իսկ ասես, բայց սիմպտոմը, գիտես, սիմպտոմը կամ ախտանիշը քո մարմնի մեջ է, որովհետև ինքը եկել է քեզ փորձելու։ Սատանեն կրակոտ նետը խփել է քո մեջ ու նայում է քեզ, արդյոք դու գիտես այս համարը, արդյոք դու հավատում ես այս համարին։ Ինքը տեսնում է դու չես համարում, լացում ես, տխրում ես, պատրաստվում ես մեռնելուն։ Դրա համար հիվանդությունը մնում է քո մեջ, զարգանում է, որ քեզ սպանի։ Բայց երբ որ դու հիշեցնում ես, ոչ, ես հավատում եմ, Քրիստոսը վճարել է, եւ ես ապրում եմ Քրիստոսի համար արդարությունով, եւ նրա խոցերով ես բժշկված եմ, վերցրու քո սիմպտոմը, վռնդվի իմ կյանքից Հիսուսի անունով, եւ նա վերցնում ու վռնդվում է։ Ով է հասկանում։ Այսինքն այն ինչ որ կա քո կյանքում, հիվանդությունը, դա Աստված չի ուղարկել, դա Սատանան է ուղարկել։ Ուղարկել է քեզ փորձելու համար։ Կընդունես, այն աշխարհում sense բան կա, չէ, ասում է կուտը կուտես, աշխարհում էլ խաբեբասրիկաները կուտ են տալի, խաբում են, վախեցնում են, ասում է կուտես, կերցնենք, չես ուտի, դու կշահես։
Հիմա սատանան եկել է կուտը տալու, ուղարկել է, փորձիչը, փորձելու, կհավատաս, չես իմանա ճշմարտությունը, կմնա քո մեջ, կհավատաս հիվանդության, այսինքն, կվախենաս, կընդունես, կմնա, իսկ եթե գիտես քո իրավունքները, գիտես, որ քո փրկիչը ինչ արե քեզ համար, հրճակում ես, գինը վճարված է, ես պետք է առողջ լինեմ, գինը վճարված է, ես պետք է ուրախ լինեմ, խաղաղ լինեմ, հոգու պտուղներն են, գինը վճարված է, ես պիտի հարուստ լինեմ, եթե դու ես հայտնությունը բռնես, որ Քրիստոսը աղքատացավ, որ հարուստ էր, որ քեզ հարստացնի, եթե հավատաս այս խոսքերին և հռչակես, ինքը կսկսի աշխատել, դու կսկսես հարստանալ, իհարկե ամեն մարդ իրա չափով, ես չեմ ասում ես իմ ուր, բայց այնքան, որ ինչքան որ քեզ պետք է դրանից ավելին, հարստություն կոչված է հենց դա է, քեզ պետք է եկածից ավելին, ամեն, ով է ուզում տենց լինի, դրա համար հավատա խոսքին, հռչակի, որ Քրիստոսը ինձ գնեց օրենքի անեծքից Գաղատացիս 3 գլուխ 13 խոսքն է, և ինձ կցեց Աբրահամի օրհնություններին, ամեն, հավատում ես այս խոսքերին, աղքատությունը, հիվանդությունը, անհաջողությունը, թշվառությունը, դրանք անեծքների հետևանք են, գրված է երկրորդ օրինաց 28 գլխում, դրա համար հավատանք օրհնություններին, հռչակենք, ոչ թե վրաս վերցնենք, նեղված ենք, փող չկա, գործ չկա, սխալ բառեր ենք խոսում, նեղ սրտվում, տխրում, լացում, դա քեզ չի օգնի, սատանան լացերին չի հավատում, սատանան միայն հավատում է Աստծո խոսքին և վռնդվում է այն ժամանակ, երբ որ դու հայտնություն ունես Աստծո խոսքի վրա և հավատքով խոսում ես, ու ինքը վռնդվում է քո կյանքից, այդ թշվառության ոգին, լսել եք մարդ ասում է կանաչ տեղ ոտ դնեմ չորանում է, հետ հենց անեծքն է, հետ հենց սատանայի գործն է, բայց երբ որ հավատում ես Աստծո խոսքին, սկսում է քո կյանքում բաներ փոխվել, հավատալ Աստծո խոսքին ինչ է նշանակում, գործել, սիրել և գործել սիրով, դա է հավատքը, ոչ թե լեզվով ասել հավատում եմ, հավատքդ գործերով ցույց տուր, ամեն, փառք Հիսուսին, ինչ-որ բան ստանում ես, ուրեմն ոնց ենք վռնդում այդ սիմպտոմները, հիվանդությունը եկել է, էլ չես ասում, երևի մեղ գործեցի, Տերը ինձ պատժեց, այդպես բան չկա, ասում ես երևի սատանան հարձակվել է իմ վրա, կրակոտ նետերով խփել է ինձ, ինչ պիտի անեմ հիմա, հիշես խոսքը, տանը նստի մի հատ նայի, հիմա դու պետք է հասկանաս ով ես դու, ապաշխարել ես և Տիրոջ Տերը քո առողջության համար գինա վճարել, հռչակում ես հավատքով ու ինքը սկսում է աշխատել և քեզ տված իշխանությամբ վռնդում ես սատանային և նա փախնում է, հանազանդվեք Աստծո խոսքին և հակառակ կացեք սատանային և նա կփախնի ձեզանից, ամեն, Տերը օծի ձեզ այս հայտնությունը վերցնեք, սա շատ լուրջ հայտնություն է, որովհետև մի բան էլ շեշտեմ, որովհետև հիշեք, դուք հոգի եք, բնակվում եք մարմնի մեջ և ունեք շունչ, ոչ թե դուք մարմին եք, դուք հոգի եք, բնակվում եք մարմնի մեջ, այս մարմինը ձեզ ժամանակավոր է տրված, 100 տարով, մեքենա է, Տերը տվել է, որ քշեք այս երկրի վրա, վարեք, հետո փոխեք, դուրս գաք գնաք երկինք, ընդեղ Տերը ձեզ ուրիշ մեքենա է տալու, հրեղեն, կրակից, ոնց Տերն է, ասում է նպես էլ մենք կլինենք, հիմա ես է տվել, ով է միտք առնում, նենց որ մեքենատ եթե հնացել է, ոչինչ, դրսի մարդը փչանում է, բայց ներսի մարդը նորոգվում է, մեր Տիրոջ կերպարանքի պես, հետո կարգն է այդպես, մեծ է, շատ ես քշել առ, 55 տարյա քշում եմ ես այս մեքենան ես երկրի վրա, վարում եմ, բա 55 տարի այսօր որ մեքենան է դիմանում, էլի փառք Տիրոջը, որ այս մեքենան դիմացել է, միտք առնում ես, դու քանի տարի ես վարում,
Եվ մարմինը նույնպես մեքենայի պես է, լավ նայես, քեզ ինքը ծախսի տակ չի գցի։ Ճիշտ սնվես, ճիշտ բաներ անես։ Ամեն։ Ճիշտ մաքուր ջուր խմես։ Թեև երբեմն սխալ ենք անում, խնդրում ենք Տերը օրհնի, վերականգնի։ Այս մեքենան իրականում մենակ Տերն է գլուխ անում, թե ինչա եւ ոնց վերականգնվի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Մաղաքիա։ Ես ունեմ համարներ, լավ, այս համարն էլ կարդամ, բայց կարևոր են։ Ժամանակը լրանում է մեր։ Մաղաքիա 4-րդ գլուխ 4-րդ գլուխ 5-ից 6 խոսքերն եմ կարդում։ Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեին Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։ Եվ նա պիտի դարձնե հայրերի սրտերը դեպի որդիքը եւ որդկանց սրտերը դեպի իրենց հայրերը, որ միգուցե ես գամ, երկիրը զարկեմ անեծկով։ Ինչ ասա նշանակում։ Ասում եմ Եղիա մարգարեին կուղարկեմ, որ գա բարեկարգ ժողովուրդ պատրաստի ինձ համար, որ հայրերի սրտերը թեքի որդիներին, որդիների սրտերը հայրերին, մայրերի սրտերը որդիներին, որդիների սրտերը մայրերին, քույր եղբայրների սրտերը դեպի մեկը մյուսին։ Որովհետև սատանան ինչ արե, բսկտել է ընտանիքները, խառնել է իրար, հայր ու որդի իրար դեմ են, մայր ու աղջիկ, հարսը սկեսուրը, քույր ու եղբայր, ամբողջությամբ խառնել է իրար։ Նկատում եք թե չէ, իրարից նեղացած են, խռով են, չեն խոսում, դա սատանայի գործն է։ Աստված ասում է Եղիա մարգարեն կգա եւ բարեկարգ ժողովուրդ կկառուցի։ Հիսուսը ասում է, որ Եղիա մարգարեն եկավ Հովանես Մկրտչի դեմքով եւ դուք գլխատեցիք նրան։ Հովանես Մկրտիչը բարեկարգ ժողովուրդ էր պատրաստում Տիրոջ առաջի գալուստից առաջ, հիշում եք։ Եվ նա մեծ կոչվեց բոլոր մարգարեներից։ Հիմա երկրորդ նոր ուխտում, առաջի ուխտեին հաշվես, այլ նոր ուխտում, մենք ենք ծառայողներս, Եղիայի հոգով եկած, որ Աստծո համար բարեկարգ ժողովուրդ պատրաստենք, Աստծո խոսքը սովորացնենք։ Ինչի՞։ Աստված ասում է, որովհետև ես կարող գամ, տեսնեմ ձեր ընտանիքները խառը, իրար անարգանք, խռով ու անեծկով խփեմ ձեր տները։ Գիտես, Աստված հիմա էլ աստեղ։ Աստված ամեն օր մեր հետ է մինչև աշխարհի վերջը։ Խոսքը այդ է նշանակում, միգուցե տեսնեմ դուրս չգա, որ ձեր ընտանիքներում թափ-թփված խառը վիճակ է, սատանան մտել է, խփել է իրար, ու մեկը մյուսիցդ խռով եք ու տենց ապրում եք։ Աստված առաջարկում է ապաշխարեք։ Հայրեր, սիրեք ձեր որդիներին, մի վհատեցրեք, որդիներ հարգեք ձեր հայրերին։ Որդիների մեջ մտնում է աղջիկեր, տղաներ, ամեն։ Հարազատներ, իրար հասկացեք։ Պատճառներ կա, բա ինքը սենց արեց, ինքը նենց արեց, մեկ ասում է իր ծնունդին ես 20,000 տարա, ինքը ծնունդին 5,000 բերե։ Ու ատելով ատում է քրոջը։ Կա սենց բան, մի ծիծաղացեք, կա բոլորիդ մոտ կա, անարդար է, որովհետև պետք է ինքը տարենքան ինչքան ես էի տալի կամ ինձ այնց ավել։ Ու լիքը նման բաներ կա, եսի մի օրինակ ասեմ։ Նույնը կարա լինի հարսանիքի հետ կապված, նույնը կարա լինի 1000 ու մի բանի հետ կապված։ Տերը ասում է ներեք եւ հաշտվեք, իրար սիրեք, որ հանկարծ ընեն չլինի ես գամ, որովհետեւ ժամանակ եմ տալի ձեզ, ժամանակի մեջ տեղավորվեք, որ ապաշխարեք։ Ժամանակը լրացավ, ես կգամ, կտեսնեմ, չես ապաշխարե, կխփեմ քեզ անեծկով, մահերով։ Հետո այդ ընտանիքներում սկսվում է ինչ-որ բաներ։ Ով է հասկանում։ Նենց որ Տերը զորացնի մեզ, որպեսզի նաև առողջ լինենք։ Եվ վերջի խոսքն եմ կարդում Մատթեոս 6-րդ գլուխ, Մատթեոս 6-րդ գլուխ 31 խոսքը։ Ուրեմն հոգս մի անեք, ասելով թե ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք։
Որովհետև այդ ամենը հեթանոսներն են խնդրում, որովհետև ձեր երկնավոր հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ Մեզ թվում է, թե Աստված չի հասկանում։ Մենք հոգս ենք անում, հոգսը գիտեք որն է, անհանգստություն, գիշեր ցերեկ։ Տեր ասում է, մի անհանգստացեք, թե ինչ պիտի ուտեք, ինչ պիտի խմեք, ինչ պիտի հագնեք։ Սակայն առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք, եւ այդ ամենը կտրվի ձեզ։ Սակայն առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք։ Ռուսերենում ասում է հոգս արեք Աստծո արքայությունը կառուցելու համար։ Եկեղեցին կառուցելու համար։ Մարդկանց փրկության մասին հոգս արեք։ Եվ այդ ամենը ձեզ կտրվի, ձեր հացը, ջուրը, շորը։ Ամեն։ Ոնց կտրվի։ Օրինակ իմ կյանքում ես նայում եմ հետ, ոնց տրվեց։ Դռներ ա բացվում, հաջողություններ ա սկսվում։ Սկսում ենք գործել, հանգիստ, այն օրը նորից Կարինե հետ մենք միշտ նստում, սես մտածում, հիշում ենք։ Ասում եմ, զարմանալի է, այդ տան մասին խոսեցի, տուն ենք կառուցում, հենց ենք կառուցում, մենք տեղյակ էլ չենք այդ փողերը ոնց է կառուցում այդ ամեն, այսինքն այնքան առատություն կա, մենք դրա հետ միասին օտար երկրներ ենք գնում, հանգստանում ենք, ման ենք գալի, մեր տունը կառուցվում է, մենք թանկանոց բաներ ենք առնում, ու չենք էլ հասկանում ոնց է կա, հաջողություններ է գալի, մենք աշխատում ենք, երկնքից չի թափվում, անենց ուղակի սենց բանով, պայուսակով բերում հանձնում են, աշխատում ես և բացվում է օրհնության դռները, և դու օրհնվում ես, ու մենք ինչ ենք անում դրանից առաջ, երկնքի արքայության համար հոգ ենք տանում, մենք թողել ենք մեր տունը, տեղը, ամեն ինչ, գնացել ենք 5 տարի Մոսկվա պանդխտության մեջ, ասու գործն ենք անում, բայց չենք անում, որ մի բան ստանայինք, անում ենք, որտև սիրում ենք ասում, իսկ Աստված դա տեսավ, ու ինքը արդեն տվեց, տալը դա նա է, որ դու քո ձեռքերով հաջողություն ունես, ստանում ես, անում ես, առնում ես, վայելում ես, դրա համար ասում եմ, ոչինչ հոգս մի արեք, մի անհանգստացեք ձեր կյանքի համար, անհանգստացեք ձեր ծառայության համար, ինչ եք անում դուք Աստծո համար, դրա մասին անհանգստացեք, որպեսզի անեք, իսկ երբ որ կսկսեք անել, այդ դրանից հետո ձեզ կտրվի այդ ամեն ինչը, ով է հասկանում, ամեն, եկեք ոտքի կանգնենք, բա որ հասկանում եք, դուք պետք է ուրախ լինեք, կասես ախար ոնց անեմ, ինչ անեմ, հենա բեմի վրա անողները կան, նվագողները կան, էլ ես ինչ անեմ, ճիշտ եք ասում, բեմը ռեզինից չի, մանավանդ որ եկեղեցին մեծացավ, չենք կարա լոճացնենք, բեմը մնում է բեմ ու Աստված առաջնորդի իր ծառայողներին, բայց դու ծառայությունը միայն եկեղեցու մեջ չի, ծառայությունը եկեղեցուց դուրս է, մարդկանց խոսել փրկության մասին, մարդկանց ծառայել, ողորմած լինել, ամեն, Տերը օրհնի բոլորիդ, դրա համար Աստծո արքայությունը փնտրեք և այդ երազանքները կտրվեն ձեզ Աստծո կողմանի, իսկ երբ որ թողնում ես Աստծո գործը և գնում ես ուղղակի քո ուժերով հասնելու դրան և դու հոգևոր ես, սատանան մի քիչ քեզ կխանգարի, եթե ոչ շատ մի քիչ կխանգարի, որ դու չհասնես դրան, որովհետև Աստծո ճանապարհներով դու պետք է հասնես, Ալելույա, եկեք վերցնենք այս երգը, Աստծո հետ լինենք, հետո կմիանամ իրար հետ կաղոթենք, այսօր մենք հաղորդություն ունենք, կխնդրեմ, որ պատրաստեք սեղանը, հաղորդությունը,
Օրհնյալ Տեր, շնորհակալ ենք այս խոսքերի համար, այս հայտնությունների համար, եւ հիմա մենք խնդրում ենք, որպեսզի քո սուրբ արյունով, որպես մեր քահանայապետ, սրսկես քո ժողովրդի, քո եկեղեցու անդամների, նաեւ մեզ դիտողներին, շնչի մարմնի եւ հոգու վրա, եւ այսօր ողորմությամբ քո սրբես մեզ ամեն մեղքերից, անօրենություններից եւ ամեն չարիքից։ Փառավոր Աստված, խնդրում ենք այսօր Սուրբ Սիրտ ուղիղ հոգի նորոգի մեր մեջ, որ մենք իրականում քեզ հավատանք, քեզ սիրենք, գոհությամբ քեզ ծառայենք։ Լցրում ես Աստծո վախով, Տեր, որ քո եկեղեցին լինի իմաստուն եւ հետևի իր անձի սրբությանը, արդարությանը եւ ողորմածությանը։ Տեր, մենք խնդրում ենք, զորացրում ես, որ մենք հասկանանք եւ կիրառենք քո խոսքը, Տեր, հավատանք եւ խոսենք, Աստծո հավատք ունենանք եւ ամեն ցավ ու հիվանդություն հենց հիմա Հիսուս Քրիստոսի անունով ես հրամայում եմ քեզ, բաց թող Աստծո ժողովուրդը։ Ամեն ցավ, ամեն հիվանդություն, ամեն դիվային կապանք, ամեն թշվառություն, ամեն աղքատություն, ամեն տեսակ փոխհարաբերություններ մարդկանց ընտանիքում, որ խառնվել է իրար, ես հրամայում եմ, որպեսզի հենց հիմա կարգավորվի Հիսուսի անունով։ Ես հռչակում եմ, որ Հիսուս Քրիստոսի խոցերով մենք բժշկվեցինք եւ դու սատանա պարտված ես։ Վերցրու քո սիմպտոմները Աստծո ժողովրդի կյանքից եւ վռնդվիր Հիսուսի անունով անապատ անջուր տեղերը, անդունդները, որովհետեւ մեր Տեր Հիսուսը գին վճարեց, որ մենք առողջ լինենք եւ հռչակում ենք, որ մենք առողջ ենք այսօր։ Փառք ու պատիվ քեզ, Տեր, շնորհակալ եմ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը աղքատացավ, որ հարուստ էր, որ մենք հարուստ լինենք ամեն բարի գործի համար եւ մենք ամեն թշվառության եւ աղքատության ոգի ասում ենք քեզ, վռնդվի Աստծո ժողովրդի կյանքից, նրանց կյանքի բոլոր ոլորտներից։ Մենք հռչակում ենք, որ մեր Տեր Հիսուսը պատժվեց մեր խաղաղության համար եւ մենք այսօր խաղաղ ենք մեր ընտանիքներում, մեր որդիների հետ եւ մեր ազգականների հետ Հիսուսի անունով։ Ամեն սատանայական կապանք ես խափանում եմ Հիսուս Քրիստոսի անունով։ Փառավոր Տեր, թող քո ժողովուրդը օրհնված լինի, աճի, զորանա եւ քեզ ծառայի։ Թող քո ժողովրդին տրվի նրանց ցանկությունները, երազանքները քո կամքի համեմատ, փառավոր Տեր, քո չափով, Տեր։ Հալելույա, Տեր։ Փառավորում ենք, խոնարհվում ենք քո առաջ Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, ամեն։ Եկեք